Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ Հրայր։ Բարև ձեզ։ Մենք լսեցինք, որ Սամվել Կարապետյանի փաստաբանարդ երկրից եկած Ամստերդամը ասաց, որ կգրոհի Հայաստանի վրա այնքան, Փաշինյանի վրա այնքան, մինչև Սամվել Կարապետյանը ազատության մեջ հայտնվի։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, ինչ տպավորություն ստացաք փաստաբանի այս հայտարարությունից։ Ես այն տպավորությունը ստացա, որ այս փաստաբանը կոնկրետ իրենից կախված ամեն ինչ փորձելու է անել իր շահառուին Սամվել Կարապետյանին պաշտպանելու եւ նրա ազատությանը այսպես հասնելու համար եւ ամեն ջանք ու եռանդ գործածելու է, որպեսզի Սամվել Կարապետյանն էլ վստահ լինի, որ ինքը ուրեմն արդյունավետ փաստաբան է վարձել, որը առավելագույն շահագրգռությամբ կպաշտպանի իրեն։ Դա ընդամենը այդ բանն էլի, մարդը փող է ստանում Սամվել Կարապետյանից, որ պաշտպանի նրա շահերը, եւ այդ տեսակետից նաեւ ասում է քաղաքական ամեն գործի կօգտագործի, որ պաշտպանի, բայց լավ չի պատկերացնում երևի ինչ քաղաքական միջավայրի եւ ուրեմն գործընթացների հետ ինքը գործ ունի։ Դուք ինչպես եք այդ գրոհը պատկերացնում։ Ես պատկերացնում եմ այդ գրոհը, որ իրենք օգտագործելու են ցանկացած առիթ եւ հնարավորություն, հատկապես արևմուտքի հետ իրենց ունեցած կապերի տեսակետից, որպեսզի վնասեն Հայաստանին եւ ներկայացնեն որպես մի պետություն, որ խախտում է դեմոկրատական սկզբունքները եւ մարդուն քաղաքական դրդապատճառներով ուրեմն դատում է համարյա թե քաղաքական բանտարկյալ է։ Ես դա եմ պատկերացնում, նրանք դա օգտագործելու են եւ տեսեք, քանի որ արևմուտքը շատ բաց թափանցիկ համակարգեր ունի եւ արևմուտքում ինչ տեսակ մարդ ասես կգտնեք, այնպիսի մարդկանց, որոնք որ Ռուսաստանում վաղուց արդեն 5-րդ հարկից թռած կամ թրծրած կլինեին կամ աստիճաններից շենքի ընկած կլինեին, ուրեմն արևմուտքում ինչ մարդ ասես կա, ասենք նրանք ովքեր որ մեղադրում են արևմուտքին ուրեմն ռուս-ուկրաինական պատերազմում, հա, եւ նրանք բավական լավ հասարակական ստատուս ունեն, պրոֆեսորներ են եւ այլն։ Այդ տեսա իրավապաշտպաններ կան, որոնք պաշտպանում են Ռուսաստանի շահերը, Կրեմլին են գովում, լրատվամիջոցներ կան այդպիսին։ Հիմա այս միջավայրում ինքը օգտվելու է այդ հնարավորություններից, որը արևմուտքն է թույլ տալիս եւ այդ թվում որը Հայաստանն է թույլ տալիս։ Հայաստանն էլ է դեմոկրատական երկիր, որը թույլ է տալիս, որ ամեն տեսակի մարդիկ ամեն տեսակի գործունեություն իրականացնեն քաղաքական դրդապատճառներով կամ այլ դրդապատճառներով։ Սա ուղղակի ժամանակակից աշխարհի դեմոկրատական աշխարհի իրողություններից մեկն է։ Իշխանությունը շատ բուռն արձագանքեց այդ փաստաբանի այդ հայտարարությանը, որ տեսեք եկել է ուզում է գրոհի եւ այլն տպավորություններ, որ հեսա այդ մարդը ինչ որ ուժային հարձակում է սկսելու Հայաստանի Հանրապետության դեմ։ Իշխանությունը ինչու է ամեն ինչ այսքան շատ չափազանց ներկայացնում։ Դե տեսեք, շուտով չասենք շուտով, բայց մայիսին, մինչև մայիս 8 ամիս ժամանակ է մնացել։ Ընտրություններ են լինելու եւ արդեն տարբեր քաղաքական ուժեր ներկայացնում են իրենց ասելիքը եւ դեմոկրատական հասարակությունում շատ ստանդարտ բան է, երբ որ քաղաքական ուժերը վախեցնում են ընտրողներին այն մյուս քաղաքական ուժերի անհատների ակտիվությամբ։ Հիմա այս մարդը ուրեմն ձերք սեղանին է խփել, հա, հատկապես այդ ասելու ժամանակ եւ մեր դաշտում էլ նույնիսկ այդ տարածված հայհոյանքին, որ որտեղ ուզի ինչ ուզի կարող է ասել իշխանություններին հայհոյի, բայց հա մի քիչ այդպես բուրըն ձերքը սեղանին խփելով եւ հաթաթա տալով խոսակցություն օտար երկրյա քաղաքացու կողմից Հայաստանի իշխանությունների նկատմամբ մի տեսակ անսովոր է նայվում։ Այդ անսովորության հանգամանքն է, որ ես կարծում եմ իշխանություններին, մեր իշխանության ներկայացուցիչներին դրդել է, որ այդպես բուռն արձագանքեն, թե այ քեզ բան,
Էս ով է էս մարդը, որ այսպես եկել է մեզ հաթաթա է տալիս, մի հատ ձեռքը սեղանին է խփում ու այդպես մեծ խոսում է։ Դե Նարեկ Կարապետյանը արդեն անդրադարձավ փաստաբանի հայտարարությանը, ասում է էմոցիոնալ հայտարարություն է եղել, ասում է իհարկե տարօրինակ եւ տարակուսելի կլինի, եթե որևէ մեկը Հայաստանի դեմ գրող սկսի, ասում է էմոցիոնալ է, ըմբռնումով մոտենանք պետք է ըստ էության այդ հայտարարության, հա, ողջամիտ բացատրություն է։ Ես չգիտեմ, ես չեմ ուզում մեկնաբանել այդ Կարապետյանների որևէ մի ասած բան։ Կարող է ճիշտ ասեն, կարող է սխալ ասեն, ընդհանրապես իրեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու հանգամանքն է շատ կասկածելի երևույթ եւ դրա համար ես չեմ ուզում ասել ինքը ճիշտ է ասում, ճիշտ չի ասում, բայց այդ մարդը, կոնկրետ այդ փաստաբանը, որ ասել է գրոհելու ենք Հայաստանի վրա, բնականաբար դա այսպես փոխաբերական իմաստով է ասել, հո չի ասել թե ինքը զորք է հավաքելու հարձակվելու Հայաստանի վրա, չէ՞։ Եվ այդ փոխաբերական իմաստի ուրեմն տրամաբանությունը այն է, որ ինքը օգտագործելու է միջազգային կազմակերպություններում, արևմուտքի զանազան կառույցներում, ինչ հնարավորություն որ ունի, վատաբանելու համար Հայաստանին եւ ներկայացնելու համար Հայաստանին, որ այդ տեսեք Հայաստանում քաղբանտարկյալներ կան, այդ մարդու ընդամենը ասածը։ Սամվել Կարապետյանը ԵԽԽՎ չափանիշներով քաղբանտարկյալ է, Էդմոն Մարուկյանի պնդումն է։ Դա անհեթեթություն է, չի կարող Սամվել Կարապետյանը լինել ԵԽԽՎ չափանիշներով քաղբանտարկյալ կարող են համարվել այն մարդիկ, ովքեր որ գործունեություն են ծավալում այնպիսի երկրում, որտեղ գոյություն չունեն ազատ եւ արդար ընտրություններ, խոսքի ազատություն գոյություն չունի, բազմազան մեդիա գոյություն չունի, այդ ամբողջը կարգավորվում, կառավարվում է ուղիղ իշխանության կողմից, եւ դու փորձում ես ինչ որ քննադատել իշխանությանը, ինչ որ մի բան ասել եւ այդ պահին դու ձերբակալվում ես։ Բայց Հայաստանում ընտրությունները ազատ եւ արդար են ընթանում, Հայաստանում մեդիա բազմազանությունը այնքան լավ է, որ ասենք տարածաշրջանի ուրիշ երկրները ուրեմն նախանձեին Հայաստանին։ Իրականում շատ նման է եվրոպական երկրներու, որոշ եվրոպական երկրներից էլ լավ է այդ ազատ մեդիա ազատությունների առումով։ Ուրեմն Հայաստանում հավաքների խոսքի ազատությունը այնքան լավ է պաշտպանված, որով տեղից վեր կենա կարող է իշխանություններին հայհոյել եւ դրանից նրան ոչ մի բան չի լինի։ Այս պայմաններում չի կարող երկրում լինել քաղբանտարկյալ։ Բայց Էդմոն Մարուկյանն ինչու է կարծում, որ նա քաղբանտարկյալ է ձեզ։ Էդմոն Մարուկյանը սուբյեկտիվ ինչ որ գնահատական է տվել, երևի նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը ուզում է դիրքավորվել Հայաստանում որպես մի կողմից իբր թե ժողովրդավարական արժեքները պահպանող, բայց մյուս կողմից էլ իբր թե այսպես դեմ լինելով արևմուտքի հետ հարաբերությունները շատ խորացնելուն եւ ավելի պրոռուսականոտ դիրքորոշում ընդունելու այդ տեսակետից ինքը այդպես ինչ որ մի հատ նիշա է ուզում զբաղեցնել եւ նման հայտարարություն է անում զուտ իր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով բոլոր քաղաքական ուժերն ու գործիչներն էլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով հայտարարություններ անում են ուղղակի Էդմոն Մարուկյանը վատ ոչ էֆեկտիվ քաղաքական գործիչ է ես այսպես կբնութագրեի եւ այդ փորձերը որ ինքը անում է մի կողմից պրոռուսական լինելու մի կողմից իբր դեմոկրատական արժեքներ պահպանելու դա մի քիչ ավելի այսպես ոչ այնքան խոհեմ եւ լավ մտածված ուրեմն քայլ է որ ինքը անում է կամ մոտեցում է որ ինքը դրսևորում է այդքան էլ խոհեմ մոտեցում չի Սամվել Կարապետյանն շուտով իրենց վարչապետի տեխնացուի մասին կհայտարարեն, որը ընդունելի կլինի ըստ Նարեկ Կարապետյանի հանրության կողմից, բայց մինչ այդ մեկ այլ վարչապետի տեխնացու արդեն իր մասին տեղեկացրել է Արման Թաթոյանն է, դպրոցում գերազանց ավարտած Արման Թաթոյանը ինքն է ասում իր ասուլիսում, նա կարող է խնդիրները լուծել, հա, իր գիտելիքները բավարար են ըստ ձեզ։ Ես նայել եմ Թաթոյանի ուրեմն այդ ասուլիսը հայտարարությունը Թաթոյանը
չի պատասխանում շատ կոնկրետ հարցերի։ Օրինակ, շատ կոնկրետ հարց կա. ինքը ինչ դիրքորոշում ունի հաստատված պայմաններով խաղաղությանը։ Ինքը այդ հարցերը ցրում է, չի պատասխանում։ Իր գերազանցիկությունը շատ նման է ուրեմն սովետական կոմսոմոլական գերազանցիկության, երբ որ դու ինչ որ գրագետ բառեր ես օգտագործում, իրար կողք դնում ես, բայց եւ դու լուրջ չես վերաբերում դրան, եւ այլ մարդիկ կողքը բոլորը գիտեն, որ դու լուրջ չես վերաբերում հենց անգամ քո իսկ ասածներին։ Դրա համար ինքը ասենք շարում է այդ բառերը իրար հետ։ Հիմա ասենք մոդա է խոսել ազատությունից, արդարությունից, սոցիալական միասնությունից, ինքը տենց բերում այդ բառերը միացնում է, իրար կողք է դնում եւ ինչ որ բան է ասում, որը որ ոչ մի կոնկրետություն իրենից չի ներկայացնում։ Այնպես որ ես չեմ կարծում, թե Թաթոյանը ինչ որ լուրջ հայտ ներկայացնող գործիչ է եւ հանրությունն էլ կտեսնի նրան եւ կասի ատեսեք լուրջ մարդ է, լուրջ բան է ասում, կոնկրետ բան է ասում, նրա հետևից գնա։ Բայց ես մի հատ ուրիշ բան եմ ուզում ընդգծել, որ ընդհանուր առմամբ շատ ողջունելի է, որ Թաթոյան, չգիտեմ, ինչ որ ուրիշ էլի էլ տեսակ մարդիկ կան այնտեղ, հա, ուրեմն այս վերջերս մի հատ ուրիշ քաղաքական ուժ է ստեղծվել, Նինա նախկին իրավապաշտպան Նինա Կարապետյանցի ու քաղաքական ակտիվիստ, ասենք Գարեգին Ղուկարյանի նժար։ Այ իրանք այդ տեսակ ուժերի ձևավորումը ինքնին ինչքան էլ որ ասենք իրանք կարող է անլուրջ բաներ հայտարարեն կամ իմ որտեղած արժեքների տեսակետից լիբերալ դեմոկրատական արժեքների տեսակետից անընդունելի լինեն, դա ողջունելի երևույթ է։ Միակ ողջունելի երևույթը այն չէ, երբ որ այդ քաղաքական հայտը ներկայացնողները միլիարդատերեր են լինում, այն էլ դրսից։ Այս սրա դեմը պետք է առնել, օրենսդրական կարգավորումներ Հայաստանում պետք է լինեն, որպիսի այդ միլիարդատերերի քաղաքական գործունեությունը հնարավորինս կարգավորվի եւ զսպվի։ Սա դեմոկրատական հասարակության կարևորագույն սկզբունքներից է, որ թույլ չտա միլիարդատերերին եւ խոշոր կորպորացիաներին քաղաքականության վրա անսահմանափակ ազդեցություն ունենալ, իսկ մեր դեպքում մենք նաեւ գործ ունենք, ասենք, դրսի միլիարդատերի հետ։ Սա շատ վտանգավոր երևույթ է։ Ուրեմն այս հատվածում պետք է լուրջ մտածել եւ փոփոխություններ անել եւ կարգավորումներ անել, իսկ այն մյուս մարդիկ այդ Թաթոյանի կամ այն մյուսների որոնց նշեցի եւ հələ էլի շատ կլինեն, հələ մի 10-20 տենց խմբեր են ձևավորվելու, հա։ Էլի ողջունել է ինչքան ձևավորվեն քաղաքականության մեջ մտնեն այդ գործընթացների մեջ մտնեն, փորձառություն ձեռք բերեն, այնքան ավելի շուտ կհասունանան եւ կսկսեն ավելի լավ պատկերացնել քաղաքական իրողություններն ու տրամաբանությունը ու ի վերջո մենք վերջապես կունենանք մի ինչ որ քաղաքական ուժ ու գործիչ, որը իր խորաթափանցությամբ, հասկացությամբ եւ ուրեմն հարցեր լուծելու կարողությամբ գոնե կմոտենա Նիկոլ Փաշինյանին գործող իշխանություններին եւ մի քանի այլ ընդդիմադիր դաշտի ուրեմն կայացած քաղաքական գործիչներին։ Ինչ տխուր է, դուք քաղաքական գործիչներին առաջարկում եք նմանվել Նիկոլ Փաշինյանին։ Ես ոչ թե ասում եմ նմանվել Նիկոլ Փաշինյանին այն իմաստով, որ ճշգրիտ Նիկոլ Փաշինյանի որդեգրած սկզբունքները դրսևորեն, այլ իրենց կարողություններով, Օրինակ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով պետք է Նիկոլ Փաշինյանին նմանվել, թե ոչ։ Արցախի Ադրբեջանի կազմում ճանաչելը, դա մի բան է, որ եղել վերջացել է արդեն, ընդհանրում դա ճանաչվել է նաև Հայաստանի բնակչության մեծամասնության կողմից։ Քաղաքական գործընթացի տրամաբանությունը գնացել է այնպես, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը ընդունել է, որ ուրեմն Արցախը Ադրբեջանի կազմում է։ Հիմա բայց դա չի նշանակում բնակչությունը ինչպես է հաստատել, որ կողմնակից է դրան։ Շատ պարզ Նիկոլ Փաշինյանը ասել է օրինակ տարբեր ձևերով, բայց նաև որ դա օրինակներից մեկն է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ես ճանաչում եմ սա, Ղարաբաղի շարժում չի լինելու Հայաստանում, շարունակություն չի լինելու, ավարտված է Ղարաբաղի շարժումը, եւ ովքեր որ համաձայն չեն իմ այս ասացի հետ, եւ եթե հանրության մեծամասնությունը համաձայն չի, թող հեղափոխություն անեն։ Բայց հեղափոխություն չի եղել Հայաստանում։
Եթե հանրությունը համաձայն չլիներ եւ հանրության համար շատ այսպես կարեւոր լիներ այն, որ Ղարաբաղի շարժումը շարունակվի եւ Արցախը չճանաչվի Ադրբեջանի մաս, հանրությունը հեղափոխություն կաներ, Նիկոլ Փաշինյանը իշխանության չէր մնա, շատ բարձ։ Նմանատիպ ուրեմն նշաններից մենք կարող ենք դատել, որ հանրությունը դա ընդունել։ Դուք հիմա Բայց ես Նիկոլ ուրիշ բանի մասին էի ասում։ Ես ուրիշ բանի Դուք մասին էի հիմա ասում։ կներեք Նիկոլ Փաշինյանի այդ ասածը լուրջ եք համարում եւ կրկնում եք։ Որ ասածը, որ եթե ժողովուրդը Որ եթե համաձայն ինձ հետ համաձայն չեն, թող դուրս գան այո, սա հեղափոխություն շատ անեն։ շատ շատ լուրջ հայտարարություն է դա եւ Ուղղակի Նիկոլ դեմոկրատական Փաշինյանին քաղաքական քանի տարի հաջողվեց հեղափոխություն անելու համար։ Մի 20 տարի։ Շատ բաների հետ գործ։ համաձայն չէր, բայց չէր կարողանում հեղափոխություն Չէ, անել։ մի րոպե։ Նիկոլ Փաշինյանը ուրեմն 20 տարի չի փորձել հեղափոխություն անել։ Նիկոլ Փաշինյանը 2000-ականների կեսերից եղել է արդեն քաղաքական դաշտում ազդեցիկ այն տեսակետից, որ ունեցել է ուրեմն լրատվամիջոց եւ ղեկավարել է այդ լրատվամիջոցը 2008 թվականից մասնակցել է քաղաքական գործընթացների մեջ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում, որտեղ Նիկոլ Փաշինյանի նման կային ասենք մի 20 առնվազն 20-30 ազդեցիկ քաղաքական գործիչներ, ընդ որում Նիկոլ Փաշինյանից ավելի ազդեցիկ մարդիկ կային այդ թիմում։ 2014-15 թվականներից հետո է Նիկոլ Փաշինյանը իր ինքնուրույն քաղաքական գործունեությունը սկսել իր այդ կուսակցությունը բացելով, որի ժամանակ ինքը ասել է մենք առանձնանում ենք, բացում ենք մեր կուսակցությունը, որովհետև մենք ուզում ենք Հայաստանում իշխանություն փոխել, ռեժիմ փոխել, Թավշյա հեղափոխության միջոցով։ Հայտարարել է մարդը 2015 թվականին դա։ 2016 թվականին փորձել է ինչ որ գործընթացներ անել։ Լավ, արեք Նիկոլ Փաշինյանի հաջող քաղաքական անցյալը մի կողմ թողնենք։ Դուք նշեցիք, որ վտանգավոր է միլիարդատիրոջ կողմից ներգրավումը քաղաքական գործընթացներին, ճիշտ եմ, չէ՞, ինչով է Այո, վտանգավոր։ տեսեք, ընդհանրապես դեմոկրատական երկրներում եւ գրականությունում, ակադեմիական գրականությունում գերիշխող մոտեցում է, որ երբ որ միլիարդատերերը հնարավորություն են ունենում ազդել Դե դուք քաղաքականության վրա, կոնկրետ ասեք, հիմա մեր միլիարդատերը Սամվել Կարապետյանն է, Ռուսաստանա բնակ միլիարդատերը եկել Հայաստանում քաղաքական կյանք է մտել։ Ինչ է, ինչ վտանգ է Հայաստանին սպասվում։ մի քանի վտանգ կա։ Առաջին վտանգը այն է, որ խախտվում է ուրեմն հավասարության սկզբունքը քաղաքական մասնակցության, ինչը դեմոկրատական երկրի կարևորագույն սկզբունք է, իսկ Հայաստանը հենց դեմոկրատական երկիր է, սա մեկ։ Երկրորդ, ինքը ռուսական միջավայրում մեծացած եւ ռուսական այսպես հակադեմոկրատական ավտորիտար արժեքները կրող ուրեմն քաղաքացի է իր ընտանիքով հանդերձ, որը որ հերու է դեմոկրատական արժեքներից ու գործընթացներից, այդ տեսակետից էլ է վտանգավոր, այսինքն եթե ինքը հաջող է, Հայաստանը հետ է գլորվելու դեպի հակադեմոկրատական իրողություններ, եւ երրորդ, ինքը շատ վտանգավոր է, որովհետեւ ինքը Ռուսաստանում շատ խոցելի է եւ Կրեմլի կողմից ցանկացած ուրեմն պարագայում ինքը կարող է ազդվել եւ Կրեմլը կարող է իր միջոցով իր ստիպել Հայաստանին իրագործել Կրեմլի կողմից հաճելի ուրեմն գործողություններ եւ քաղաքականություն։ Այսինքն իր հաջողել է Հայաստանում ուղիղ ազգային անվտանգության ռիսկ է իր մեջ պարունակում այն տեսակետից, որ Հայաստանը կարող է նորից ներքաշվել Ադրբեջանի հետ երկարատև ռազմական հակամարտության մեջ, ինչը որ Ռուսաստանի այսօրվա ցանկությունն է։ Ռուսաստանի քաղաքականության ուրեմն առանցքային ուղղություններից մեկը մեր տարածաշրջանում, որ չեղարկվի օգոստոսի 8-ի համաձայնությունները, օգոստոսի 8-ի համաձայնությունները չեղարկվեն եւ Հայաստանը հետ շրջվի դեպի արևմուտքի հետ իր հարաբերությունները խորացնելու այսօրվա ворթեգրած կուրսից։ Սա շատ ավելի վտանգավոր բան է։ Այս երրորդ հանգամանքը այլ միլիարդատերերի դեպքում, մեր տեղական միլիարդատերերի, հա, ասենք Գագիկ Ծառուկյանի դեպքում չկա։ Ինչը կա Սամվել Կարապետյանի դեպքում, բայց ես ասում եմ, որ նույնիսկ տեղական միլիարդատերերի դեպքում պետք է որոշակի կարգավորումներ լինեն եւ պետք է զսպվի այդ մեծ փողի ազդեցությունը դեմոկրատական քաղաքականության վրա։
Բայց իրենք ասում են ցանկացած միություն չի կարող գերակա լինել Հայաստանի ինքնիշխանությանը, պետականությանը, Սամվել Կարապետյանենք։ Ես լսել եմ իրենք ինչ են խոսում։ Իրենք խոսում են շատ ինչ որ ընդհանուր տերմիններով, եւ ես չեմ պատրաստվում խորանալ եւ կռահել, թե իրենք ինչ նկատի ունեն։ Ես ընդհանրապես ասում եմ, լուրջ չպետք է վերաբերվել այդ մարդկանց։ Այն ինչ որ հիմա Հայաստանում կատարվում է լրագրողներով, դուք բոլորով այսպես նայում եք իրենք ինչ են ասում եւ հարցնում եք հետո փորձագետներին կամ այլ քաղաքական ուժերի իրենք ինչ են ասում, դա այսպես արհեստականորեն փչվող փուչիկ է, որովհետեւ երբ որ այդ փողը հանվում է Սարվել Կարապետյանի եւ նրա ընտանիքի կողմից, այդ փողը պատկերացրեք չկա, այդտեղ ոչ մի բան էլ չի լինելու։ Այդտեղ լինելու է 0.1% ձայնի կամ ուրեմն հավակնող ինչ որ մի հատ խմբակ։ Այդ վերջերս ինչ որ հանրահավաք կամ հավաք էին կազմակերպել, ես նայում էի այդ հարթակի մարդկանց, այդ հարթակի մարդկանց 90%-ը չի լինելու այնտեղ, երբ որ չլինի Սամվել Կարապետյանի փողի հանգամանքը։ Եվ հիմա ես ասում եմ, եթե Հայաստանում ընդունվեն այնպիսի կարգավորումներ, լավագույն այնպիսի կարգավորումներ, ինչ կան ժամանակակից ուրեմն դեմոկրատական երկրներում, շատ բաներ արդեն Հայաստանը ընդունել է, բայց շատ բաներ կա, որ դեռ պետք է ընդունի, Բայց որպեսզի այդ տեսեք, փող կարգավորումները ունենալը փող ունենալը այդքան էլ միանշանակ չէ։ Օրինակ Ծառուկյանն էլ փող ուներ, բայց նախորդ ընտրություններին չկարողացավ խորհրդարան անցնել։ Այո, բայց մենք չենք կարող դեմոկրատական երկրում հույսը դնել այն բանի վրա, որ ոչ մի դեպքում ուրեմն ինչքան ուզում է փող ունենան, թողնենք անսահմանափակ թող ազդեցություն ունենան եւ այդ անսահմանափակ ազդեցությունը ընդհանրապես չզրսպենք ու կարգավորենք կամ գոնե թափանցիկ Ինչպես չդարձնենք։ պետք է կարգավորել օրինակ։ Ասեմ, մի կարգավորման մի սկզբունք արդեն որդեգրված է, օրինակ քաղաքական կուսակցություններին նվիրատվություններ անելը Հայաստանում սահմանափակված է, ամեն անձ կարող է ընդամենը 10 միլիոն դրամ, կարծեմ թիվը ճշգրիտ չեմ հիշում, 2.5 2.5 է, հա, 2.5։ Ուրեմն, բայց խնդիրը Հայաստանի դեպքում այն է, որ այդ Սամվել Կարապետյանի դեպքով էլ ենք մենք տեսնում, իրենք քաղաքական գործունեություն ծավալում են կուսակցությունից դուրս, բայց նույնիսկ այն մարդիկ, ովքեր կուսակցություն ունեն, հաճախ այդ քաղաքական գործունեությունը ծավալելուց ծախսեր են անում, փող են ծախսում քաղաքական նպատակներով, բայց դա չեն արտացոլում իրենց կուսակցության հաշվետվություններում, կուսակցության բանկային հաշիվներով եւ այլն։ Այսինքն իրենք քաղաքական նպատակներով հստակ փող են ստանում եւ ծախսում, բայց դա չեն արտացոլում ոչ միտեղ։ Հիմա ընդունելով, ասենք, օրինակ այդ հարցում լավ օրենսդրություն ունի, ինչքանով որ ես հասցրել եմ հետևել, Կանադան եւ Մեծ Բրիտանիան եւ Սկանդինավյան որոշ երկրներ, երբ որ պարտադրվում է, որ քաղաքական գործունեության լոբինգի համար, երբ որ դու գործունեություն ես տավալում, դա պետք է արտացոլես քո հաշվետվություններում, եթե չես արտացոլում եւ ստուգող մարմինները գալիս են, սա արդեն լուրջ պատասխանատվության տուգանքների ընդհանուր մինչեւ կարող է քրեական պատասխանատվության տեղ բացել։ Այսինքն Հայաստանում հիմա պետք է մասնագիտական ուրեմն աշխատանք տարվի, ես կարծում եմ, եւ այնպիսի օրենքներ ընդունվի, որ քաղաքական շատ հստակ քաղաքական գործունեություն ծավալող խմբերը, անկախ նրանից կուսակցություն բացում են, չեն բացում, ոնց են անում, այդ գործունեության համար ծախսված եւ ստացած ցանկացած գումար արտացոլեն, շատ հստակ արտացոլեն։ Երբ որ արդեն իրանք ստիպված լինեն սա արտացոլել, իսկ եթե չարտացոլեն, ստուգող մարմինները կգան, կպարզեն եւ համապատասխան միջոցներ ձեռք կբերեն, բայց պատկերացրեք եթե դաշտը այնպեսին է, որ այդ քաղաքական գործունեության հետ կապված բոլոր եկամուտներ ու ծախսերը արտացոլվում են ինչ-որ միտեղ։ Դրանից հետո արդեն շատ հեշտ է դա նաև կարգավորելը եւ սահմանափակելը, ասենք ասվելու է, որ մի անձը չի կարող սահմանված գումարից ավելի նվիրատվություն անել ինչ որ քաղաքական գործունեության համար։ Ուզում եմ ասել, կա միջազգային փորձ, որից Հայաստանը կարող է օգտվել եւ այս հարցում կարգավորումներ անել։ Լավ, արեք անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի եգիպտական արկածներին։ Օրինակ, այնտեղ երբ Թրամփը ման էր գալիս Ալիևի հայրենակցին, Ալիևը ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանին։ Սա շոկ չի առաջացնում ձեր մոտ, երբ որ Թրամփը ասում է հայրենակիցը դուր է, Ալիևը մատով ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանին։
ինքը այնտեղ ասել է compatriot բառը, ես տեսեք, այստեղ ինչ է կատարվում։ Թրամփը դուք գիտեք, որ ինքը սխալ բառեր է օգտագործում, խառնում է, Ադրբեջանի անունը ես վերջերս է սովորել։ Ամենը որ ճիշտ է արտասանում։ Ալիևը ընդամենը հասկացել է, որ Տրամպը այդ պահին ուզում է իրեն հարցնել, թե որտեղ է Հայաստանի ղեկավարը։ Դա Ալիևը ձեզ ասեց։ Ալիևն չի ասել, բայց իմանալով Տրամպի բնույթը, տեսնելով հրապարակային, մենք գիտենք Տրամպը ինչ տեսակազմավորություն։ Տրամպի ուսումնասիրել եք իրեն։ Այո, այո, ես Տրամպին շատ մոտիկից հետևել եմ, հետո ինքը բավական երկար տարիներ արդեն մեդիայի ուշադրության կենտրոնում է եւ ինքն էլ սիրում է, որ իր ամեն քայլը մեդիա այսպես հետևում է։ Դրա համար նրա բնույթը, Տրամպի բնույթը շատ մարդկանց, այդ թվում նաեւ ինձ շատ հայտնի է։ Մենք պատկերացնում ենք, թե այդ մարդը ոնց է մտածում, ինչ է շնչում, ինչ է արտաշնչում, չէ՞։ Այդ պահին ուրեմն ինքը ուզեցել է Ալիևին ասել, բա որտեղ է այն երկրի ղեկավարը, որի հետ դու վերջերս միասին իմ հետ, իմ խաղաղությամբ, ուրեմն համաձայնության եկար եւ խաղաղություն հաստատեցիր, ուր է այդ երկրի ղեկավար։ Այդքան բառերը ասելու տեղը դե Տրամպը այդքան չի մտածում ինչ բառ է օգտագործում կոնկրետ։ Ես ասում, ասելա compatriot, Ալիևն էլ հասկացել է, որ Նիկոլին նկատի ունի, ասել է սա բան է, ես այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում, ես այդտեղ տեսնում եմ, ասենք, այդ Տրամպի հերթական սխալներից մեկը, որը կարող է ժպիտ հարուցել, այո, բայց ինքը այդպիսի բանը շատ է, դուք տեսել եք, չէ՞, ինչպես է Նիկոլ Փաշինյանին արհամարելն էր Տրամպի հերթական սխալներից մեկը։ Ես չեմ տեսել, իմ մոտ այնպիսի տպավորություն չի ստեղծվել, միգուցե երբ Նիկոլ Փաշինյանը մոտենում է Թրամփին եւ ասում է ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն, Աստված օրհնի ձեզ եւ հիմա դուք եւ Թրամփը թողնում է Նիկոլ Փաշինյանին ու սկսում է խոսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ Ինդոնեզիայի նախագահի հետ։ Հա, ես էլ Տրամպի բնույթն է այդպիսի։ Եվ հետո տեսեք, Տրամպը ինքը շատ է սիրում, Ամերիկայում դա շատ հայտնի է, երբ որ իր անձը գովում են, երբ որ իր անձը ուրեմն ինքը շատ շոյված է զգում դրանից։ Եվ նույնիսկ Միացյալ Նահանգներում կային հրապարակումներ, այնտեղի ուրեմն կարծեմ ուրեմն այդ գաղտնի ծառայությունների կողմից, որ իրենք Տրամպի դերևս նախորդ ուրեմն նախագահության տարիներին այդ ծառայության CIA-ի աշխատողները զգացել են, որ օտար երկրների որոշ ղեկավարներ սիրաշահելով Տրամպին կարողանում են ազդել նրա մոտեցումների ու քաղաքականության վրա, ինչը որ վտանգավոր է։ Հիմա Տրամպը այդ ձևի մարդ է։ Ես պետք է ասեմ, որ ես իսկապես տպավորված եմ, թե ինչպես է կարողացել Հայաստանի դիվանագիտությունը հաջողացնել Տրամպի վարչակազմի հետ լավ հարաբերություններ կառուցել այն դեպքում, երբ որ այլ շատ երկրներ, ովքեր լավ հարաբերություններ ունեին Միացյալ Նահանգների հետ, երբ որ Տրամպի վարչակազմը եկավ իշխանության այս անգամ, ահագին բան փոխվեց այնտեղ։ Հայաստանը միակ երկիրն է, որ նախորդ դեմոկրատական վարչակազմի կողմից Միացյալ Նահանգների որտեգրած քաղաքականությունը շատ չի փոխվել, հələ մի բան է խորացել ու դրա հիմքի վրա կառուցվել ու զարգանում են Հայաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունները, այնպես որ էլի շատ լավ է արել Փաշինյանը, որ մոտեցել եւ նման բան է ասել, բայց դա էլ է շատ բնական, որ տեսվել է եւ արհամարվել է Միացյալ Նահանգների նախագահի կողմից։ Չէ, լավ, այդքան չէ, ես այդպես չէի ասի, չէ։ Հիմա հետո շատ մի նշանակություն տվեք այդ ամենա, այսպես ում դեմքի արտահայտությունը ինչ է ասում, ով ոնց նստեց, ում ձեռքի շարժումը ինչ է հուշում, դա այդքան էլ լուրջ վերլուծություն չէ, էլի։ Ես չեմ սիրում այդպես այդ մակերեսային բաների վրա շատ խորանալ եւ դրա հիման վրա ինչ որ հերուն գնացող դատողություններ անել։ Այդ թող ընդդիմությունը այդ քոչարյանական բան այդպես խոսեն իրենց ուրախանան, իրենց լավ զգան, թե վայ, Տրամպը անտեսել է ուրեմն բանին, Նիկոլ Փաշինյանին, բայց նման բան չկա։ Բանը տեսեք
Երբ որ Նիկոլ Փաշինյանը մոտենում է եւ պետք է ըստ էության խաղաղության պայմանագրի, այդ հռչակագրերի թրիփի վերաբերյալ ինչ որ հարցեր տա, հասկանան ուր են հասել, ինչ են անում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի աճեցրած խաղաղությունը արդեն 2 ամսեկան է եւ պետք է ինչ որ ամրություններ, հա, դրա հետ կապված Նիկոլ Փաշինյանների դեպ ասում, սա իր համեմատությունն է, որ փոքրիկ է, պետք է խնամենք, որ մեծանա եւ այլն։ Եվ Թրամփը չլսեց, չուզեց աջակցի, որ Փաշինյանը այդ փոքրիկին մեծացնի, հզորացնի եւ դա հիմա այսենց տուգատ երեխան ոնց է լինում, այդպես մնացել է։ Դա ձեր մեկնաբանությունն է եւ ձեր պատկերացումն է։ Դուք ինչ է պատկերացնում եք, որ ուրեմն օգոստոսի 8-ի համաձայնագիրը ստորագրելուց հետո հիմա կամ թեկուզ ասենք մի 2-3 ամսից ճանապարհները բացվելու են, հա, Ադրբեջանը այդ նախաստորագրած փաստաթղթերը ստորագրելու է։ Բնական է, չէ, ես օգոստոսի 8-ի ստորագրումից անմիջապես հետո էլ ասել եմ, այդ համաձայնությունները կյանքի կկոչվեն հիմնականում 2026 թվականի ուրեմն ընտրություններից հետո եւ Հայաստանում սահմանադրության փոփոխությունից հետո շատ པարզ պատճառով, որովհետեւ Ադրբեջանը ինչպես օգոստոսի 8-ից առաջ, այնպես էլ օգոստոսի 8-ից հետո շատ հստակ այդ մի պայմանը շարունակում է նշել, որ Հայաստանում սահմանադրությունը պետք է փոխվի, որպեսզի իրենք ուրեմն ստորագրեն նախաստորագրված փաստաթղթերը եւ հետո իրենք չեն կարող բան անել, էլի, ասենք հիմա դնեն միանգամից նախաստորագրեն, վաղը մյուս օրը Հայաստանում ազգայնական Լեռնային Ղարաբաղը հետ բերող օգոստոսի 8-ի համաձայնագրը փոխող վերաբանացող, ասենք դաշնակները կամ հանրապետականներ մեկ էլ հանկարծ գան իշխանության։ Դա իրացիոնալ քայլ կլինի նաև իրենց կողմից, էլի։ Դրա համար իրենք ես չեմ կարծում, թե էական առաջընթաց օգոստոսի 8-ի նախաստորագրած համաձայնագրերի հետ կապված լինելու է մինչև Հայաստանում սահմանադրության փոփոխությունը, բայց շատ բաներ կա, որ ես համարել եմ, որ չի կարող Հայաստանի իշխանությունը անել, բայց իրենք հաջողացրել են իրականացնել։ Հիմա հետո Նիկոլ Փաշինյանը իսկապես կարողանա հասնել նրան, որ մինչև ընտրությունները Ադրբեջանը ստորագրի նախաստորագրված այդ համաձայնագիրը, ուրեմն բրավո Նիկոլ Փաշինյանին, բայց ես չեմ տեսնում նման հեռանկար։ Այսինքն, եթե չստորագրի Նիկոլ Փաշինյանի շանսերը փոքրանում են վերընտրվելու առումով։ Ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանի շանսերը փոքրանում են վերընտրվելու առումով, եթե Ադրբեջանը չստորագրի այդ փաստաթուղթը, չեմ կարծում։ Նիկոլ Փաշինյանի շանսի վրա այս դեպքում ինչ ծախել, որ վերընտրվել։ Եթե այդ կոպիտ բառերով ես չէի ասի, բայց եթե ընդունեմ, որ կարելի է այդ բառերով ժողովրդի վրա ծախել բան, ես ավելի շատ կասեի ինչ է ներկայացնում, ինչ առավել բան չկա, պետքա բան տալ, ժողովրդին պետքա գրավիչ խոստում տալ, դա նորմալ քաղաքականություն է։ Գուցե հայ հասարակությունը սովոր է, որ ընտրակաշառքով պետք է գնա, բայց լավագույն խոստում տալը ընտրողին դա դասական ընտրապայքարի ձևն է, այնպես չէ, որ ես արտառոց բան ասացի։ Ասելու է այն, ինչ արդեն ասել է, որ Հայաստանում ուրեմն հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների հետևանքով զոհերի ուրեմն դեպքեր չեն արձանագրվել արդեն տարի ու կես մոտավորապես, եթե չեմ սխալվում, ընտրությունների ժամանակ այդ տարի ու կեսը կդառնա արդեն 2 տարուց մի քիչ ավելի։ Եվ ինքը կասի, որ ի թիվս այլ բաների, որտեղ ինքը ձեր բառերով, եթե ասեմ, ժողովրդի վրա ծախելու շատ բան ունի։ Կոռուպցիայի դեմ պայքար, նախկին իշխանությունների ուրեմն ապօրինի գույքի որոշ մասի վերադարձ եւ այլն, ինքը շատ բան ունի ծախելու։ Այդ ավտոտնակ Այո, հատիկար հատիկի շրջանակներում նաև ավտոտնակ կարողացան հետ բերել։ Հա, շատ լավ, ավտոտնակ են հետ բերում, մեծ գումարներ են հետ բերում։ Օրինակում դղյակն են հետ բերել, դուքում դղյակն եք հետ բերած տեսել։ Ես այդպես որ հետևեմ թե ինչ դղյակ է հետ բերվել, պես ու անունով ասեմ այս մարդու դղյակն է հետ բերվել, ես այդպիսի բան չգիտեմ, բայց ես որովհետև չկա հետևում եմ։
չկա, բայց կա, չէ, որ նշանակալի չափով, ասենք միլիոնավոր դրամներով հաշվվող գույք այդ հատիկ առ հատիկով հետ է բերվել։ Ես նման բան տեսել եմ։ Այդքան չեմ խորացել դրա մեջ, որ շատ ֆիքսեմ, թե քանի հատ է այդպես եղել, բայց կան այդպիսի ուրեմն դեպքեր։ Եվ հետո այդ ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված ահագին դատախազությունը ուրեմն գործեր է բացել, չէ՞։ Հենց մենակ այն փաստը, որ գործեր են բացվել եւ գործերը քննվում են, արդեն ահագին բան է նշանակում։ Ես կողքից մի հուշում մեր մեջ սա Քոչարյանի գործը 7-8 տարի արդեն քննվում է եւ օրինակ չկա բան առաջընթաց։ Հիմա այդ քրգործ բացելը հեղափոխության առաջին լավագույն դեպքում կես տարվա համար էր ձեռք բերում։ Դրանից հետո արդեն պետք է հիմնական արդեն դատական ակտ էր ներկայացնել հասարակությանը։ Տեսեք, Եվ ժամանակ ավարտում եք, խնդրեմ արդեն ամփոփեք ձեր խոսքը։ Մենք մեր նախորդ խոսակցությունների ժամանակ էլ ենք խոսել այս մասին, որ դա այդքան էլ հեշտ բան չէ։ Տեսեք, Ֆրանսիայի օրինակը վերցրեք։ Սարկոզին 2007 թվականին ինչ որ գումար է ստացել Լիբիայից թե արաբական ինչ որ երկրներից իր քարոզարշավի համար։ Վերջերս ինքը դատապարտվեց։ Քանի տարի է անց է 2007-ից 25 թվականը։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Խնդրեմ։